Ինչու Հայաստանում շատերին ծանոթ չի եղել մեր երկրի տարածքը, ինչու է 29743 քառակուսի կիլոմետրը շատերին անծանոթ թիվ, ինչու մարդիկ չգիտեն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Այս հարցադրումներով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը։ Վարչապետն անդրադարձավ քննադատություններին, թե ինչու է նա ճանաչում հարևան երկրների տարածքային ամբողջականությունը։ Բացատրեց, այս քայլով մենք ճանաչում ենք առաջին հերթին մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Չեմ ուզում այստեղ խոսեմ եզրակացությունների լեզվով, ուզում եմ, որ մենք քննարկենք եւ փորձենք իրար հետ գալ եզրակացությունների եւ ինչեւ կապված է մեր իմ հաջորդ արձանագրումը, որը ուղիղ կապ ունի նախորդ արձանագրման հետ։ Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքը, ուժեղացրու պետությունը։ Ինչու եւ ինչով է հնարավոր այս ձևակերպումը ընդհանրապես որևէ իրականության եւ մասնավորապես մեր իրականության։ Այս էլ է շատ հետաքրքիր հարց։ Վարչապետն առանձնացրեց մի ենթահարց եւ կարեւորեց դրա քննարկումը, խոսքը հայրենիք պետություն հարաբերության մասին է։ Առնվազն մի քանի 100 տարի մեր գիտակցության մեջ ո՞ր է եղել մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը եղել է Հայաստանը։ Չէ, հասկանալիորեն եւ ակնհայտորեն։ Բայց պետությունը եղել է օրինակ Պարսկաստանը։ Մեր հայրենիքը եղել է Հայաստանը, էլի, ինչ-որ մի հաջորդ ժամանակաշրջանում կամ մի ուրիշ տեղում։ Իսկ պետությունը եղել է Թուրքիա, Օսմանյան կայսրությունը։ Մեր ընկալման մեջ հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը եղել է Ռուսական կայսրությունը։ 20-րդ դարի 20-ականներից հետո մեր հայրենիքը էլի եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Խորհրդային Միությունը։ Եվ իմ ընկալմամբ այստեղ առաջացել են որոշակի խնդիրներ։ Եվ այդ խնդիրները ես ձևակերպում եմ հետևյալ կերպ։ Հայրենիքի պետության ռելիկտային ընկալում։ Եվ որը հայրենիքի դիրքերից պետությունը ընկալում է որպես օտար մի բան։ Ճեղք կա անգամ այն դեպքում, երբ հայրենիքը Հայաստանն էր, իսկ պետությունը Կիլիկյան, չնայած որ Կիլիկյան հայկական պետություն էր, շարունակեց Փաշինյանը։ Եվ երբեմն տպավորություն է, որ անկախություն ստանալուց հետո էլ բարբերաբար մենք մեր պետությանը վերաբերվում ենք նույն դիստանցիայով, ընդգծեց վարչապետը։ Իրավունքների եւ պարտականությունների հստակ համակարգ լինում է պետության մեջ, եւ հետեւաբար իրական Հայաստանը նաեւ այս ճեղքը հայրենիքի եւ պետության մեջ լրացնելու մասին է։ Նիկոլ Փաշինյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի խոսույթի վրա, որը թեև գաղափարախոսությունում չկա, բայց կարևոր նշանակություն ունի։ Այդ խոսույթը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը։ Սա ինչի համար է, ինչ ենթատեքստ, որ իմաստ ունի։ Սա նրա համար է, որ քաղաքացու եւ պետության միջեւ օրգանական կապ ստեղծվի։ Այսինքն պետությունը ոչ թե մի ուրիշ մարդկանց կողմից պարտադրված բան է, որը մեզ ծանոթ առնվազն Կիլիկիայից հետո մեզ ծանոթ բանն է, ֆորման է պետության, երբ որ մենք ասել ենք պետություն, մենք հասկացել ենք, որ ինչ-որ մեկը մեզ նվաճել է եւ իր կարգերն է մեզ պարտադրել։ Եվ հետեւաբար պետության մասին մեր ընկալումը շարունակում է մնալ այդպիսին։ Բայց այս դեպքում իսկականից մենք ենք պետությունը, դուք եք պետությունը, քաղաքացին է պետությունը, որովհետև Հայաստանի քաղաքացիներն են ի վերջո հիմնադրել այս պետությունը։ Բայց հիմնադրելը շատ կարևոր է, բայց նաև մենք խնդիր ունենք իմ ասացի բերումով, որ մենք օրգանական կապեր ստեղծենք ամեն մարդու եւ պետության միջեւ։ Ամեն մարդ ընկալի, որ սա իր հարազատ պետությունն է։ Ընդ որում այս համատեքստում վարչապետը հորդորեց իշխանությանը չնույնացնել պետության հետ, անգամ եթե իշխանությունը սիրված չէ։ Անընդունելի է կառավարությանը հարվածելու համար հարվածել պետությանը, ընդգծեց Փաշինյանը։ Պետության կարիքները հոգալը որպես իր ապրելու տեղ քաղաքացուն պետք է նույնքան ընկալելի լինի։ Տան հոգսը մեզնից յուրաքանչյուրը իր տան հոգսը համարում է իր լեգիտիմ հոգսը։ Եվ տան հոգսը լուծելու համար մենք ինչ ենք անում։ Մենք փորձում ենք
աշխատել, աշխատանք ունենալ, եկամուտ ունենալ, վաստակ ունենալ եւ տալ հոգսերը հոգալ։ Նույնն է պետությունը, որովհետեւ մենք ընդ որում այդտեղ ամենատարբեր կոմպոնենտներ կան, սկսած անվտանգությունից, թե այնպես չի, որ առանձին վերցրած մարդը այդ ամենը չկարող անի, բայց եթե պատկերացնենք, որ միջավայրը ձևավորվում է այս տրամաբանության մեջ, հետևաբար պետությունը, հայրենիք պետությունը, որպես աշխատելու, ստեղծագործելու, վաստակելու, երջանիկ լինելու, ապրելու եւ վայելելու միջավայր, որը պետք է քաղաքացուն հնարավորություն տա աշխատանքով հարստանալ եւ հետեւաբար նաեւ հարստացնել պետությունը։ Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որտեղ հաց, այնտեղ կաց արտահայտություն է, որը տասնյակ տարիներ ընկալվել է բացասական կոնտեքստով, եւ այս ընթացքում ոչ մեկ չի փորձել հասկանալ, թե ինչու մարդը իր հայրենիքում պետք է հացի խնդիր ունենա եւ հետեւաբար առաջնորդվի այլ տեղ հաց գտնելու տրամաբանությամբ։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը փորձ է անում պետությունը եւ հայրենիքը եւ հացը դնել նույն շղթային ու տրամաբանության նույն բանաձևի մեջ, որ դրանք տարբեր բաներ չեն։ Հենց այդ ամեն իրականության մեջ պետությունը, հայրենիքը, ինչպես արդեն ասացի, եւ հացը եղել է միշտ ուրիշ տեղ, որ մարդ պետք է գնա ուրիշ տեղ աշխատի, որպեսզի հաց վաստակի, ու կարող է հայրենիքում ինչ որ մի ժամանակավոր ապրի, հետո էլի գնա, հաց վաստակի, հետո էլի վերադառնա։ Այս շատ կարևոր դրույթ է, որ մենք պետք է պետություն ընկալենք որպես բարեկեցության գործիք։ Պետք է հստակ տարանջատել Հայաստանը ուրիշ հայրենիքի մասին երազելու հենման կետ է, թե Հայաստանը հենց մեր երազանքների պետություն է։ Ըստ վարչապետի հենց այս հարցի պատասխանն է տալիս իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հայաստանի Հանրապետությունը հենց այն երկիրն է, որը ունենալով զարգացնելով մենք պետք է արձանագրենք, որ հասել ենք մեր երազանքին։ Եվ այս տրամաբանությամբ քանի որ երազանքը միշտ ապագայի հետ է կապվում, այս էլ է շատ կարևոր բան, որ ապագայի մասին մեր պատկերացումներ պետք է որոշակիորեն համենայնդեպս իրական Հայաստանի գաղափարախոսությունը առաջարկում է, որ ապագայի մասին մեր պատկերացումներն էլ մենք փոխենք, որովհետև մենք միշտ կամ հաճախ կամ երբեմն ապագան ընկալում ենք որպես հեռու մի բան, որը որպես հեռու մի բան, բայց իրականում ապագան այդքան հեռու բան չի, որովհետև ապագան կախված է այսօրվա մեր գործողություններից։ Հաճախ մարդիկ մտածում են, որ ապագային ուղղված որևէ գործողություն կարելի է անել վաղը, երբ ավելի լավ ժամանակ, ավելի լավ կամ բարենպաստ միջավայր կլինի, մանրամասնեց երկրի ղեկավարը եւ հստակեցրեց. իրականությունը, միջավայրն ու մթնոլորտը ավելի լավը չեն լինի, եթե գործողություն անելու համար սպասենք դրանց։ Հակառակը պետք է գործողություն անել, որ ապագան լինի ավելի լավը։ Հետևաբար այս կարգախոսով եմ նաեւ ուզում ամփոփել, որը արձանագրում է։ Ապագան այսօրն է, այսօր սկսի լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել ապագայում։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։